Պարոն Մաթևոսյան, մեր զրույցները սովորաբար արտաքին քաղաքականությանն են վերաբերվում, սկսենք եկեղեցու դեմ տարվող արշավից, որը նաև կարելի է համարել ինչ-որ արտաքին քաղաքականության դրսևորում է։ Նիկոլ Փաշինյանը այսպես սրիկայական հարձակում շարունակում է եկեղեցու նկատմամբ, եւ հիմա տեսեք, հնչեց տեսակետ, սա Փաշազադեի պատվերն է եւ ոնց որ արտադրեցինք եւ անցանության մեջ ինչ է կատարվում ձեր գնահատում, այսինքն սա եկեղեցին քանդելու ինստիտուցիոնալ իմաստով քանդելու նպատակ ունի, սա չգիտեմ սեփական կաթողիկոս ունենալու նպատակով է։ Այս հարցը իսկապես ինքը շատ ավելի լայն է, քան պարզապես Փաշազադեի կամ Ալիևի հրահանգը։ Այս պոստմոդեռնի շրջանում մի հատ sense տարածված ձևակերպում կա, եթե կուզեք ասենք նաև բանաձև, ում իշխանությունն է, նրանն էլ հավատքն է։ Այսինքն, եթե դու ունես աշխարհիկ իշխանություն, ապա հոգևոր իշխանությունները պետք է սպասարկեն քո շահերը։ Ու դրա դրսևորումներից մեկը հենց այն է, ինչ հիմա մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, ճիշտ է, դա ունի արտաքին պատվեր, այսինքն առաջին հերթին այս ամենը արտաքին պատվիրատուի ցանկությամբ է կատարվում, բայց այս բանաձևը, այսինքն ում իշխանությունն է, նրանն էլ հավատքն է, սա տարածված է ոչ միայն Հայաստանում, հետ խորհրդային տարածքում այդ ամեն ինչը կա, եվրոպական երկրներում, ավելի կոնկրետ օրինակ բերենք, վստահ եմ դուք եք հիշում, Ուկրաինայի նախկին նախագահը Պյոտր Պորոշենկոն պարտված ընտրություններից առաջ նա բերեց ձևակերպումը հետևյալ, դա Տոմաս է կոչվում, այսինքն ուկրաինական առանձին եկեղեցու ստեղծելու այդ գաղափարն էլ դաբրոն էր, ինչպես կասեին ներհայաստանյան քաղաքական զարգացումների համատեքստում, նա դա բերեց եկեղեցին բաժանվեց մի քանի մասի, այնտեղ էլ են անում այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում վերջի հարցուպատասխանի ժամանակ ասաց, ասում է պետությունը իր հաշվեկշռում ունի որոշակի եկեղեցիներ, վանքեր այնա կվերցնենք, մենք էլ այնտեղ մեր եկեղեցին կսարքենք։ Այլ բան է, որ Պյոտր Պորոշենկոին սա չօգնեց, որ նա վերարտադրի իշխանությունը, նա պարտվեց, նա հիմա ինչ-որ միջի կլասիկ կուսակցության падգամավոր է պարզապես ուկրաինական խորհրդարանում, բայց խնդիրը հենց սրանում է կայանում։ Այս մոդելը, որով պետությունները քանդում են, հատկապես հետ խորհրդային տարածքում, ինքը բոլոր տեղերում էլ նույնն է։ Ունիվերսալ մոդել։ Ավելի, մի հատ եթե մենք նայենք, թե Վրաստանի եկեղեցու դեմ Սաակաշվիլին ինչ էր անում եւ ինչ դեր հիմա ունի Վրաստանի եկեղեցին Իվանիշվիլու կուսակցության իշխանության գալուց հետո, մենք կտեսնենք նաեւ հուսամ այն, թե ինչ մենք ունենալու ենք Հայաստանում երկրում քաղաքական փոփոխություններից հետո։ Մենք կարող ենք ասել, որ սա ինչ որ իմաստով նաեւ փորձակար է ինստիտուցիոնալ առումով եկեղեցու համար, ոչ քրիստոնեական հավատի, հա, եւ որը անցնելուց հետո հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ առավել եթե դուրս են գալի Փաշինյանի պարտությամբ, առավել ամուր կլինի եւ առավել դիմակայուն մարտահրավեր։ Որից ես կարծում եմ, այստեղ մենք ինստիտուցիոնալ առումով նաև կարող ենք համեմատել Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը այս բոլոր գործընթացների շրջանակներում նա ի վերջո չփլուզվի, եւ մենք գանք մի իրավիճակի, երբ որ երկրում քաղաքական փոփոխությունները տեղի ունենան այն պահին, երբ որ դեռ կա բանակ, երբ որ մենք դեռ ունենք որոշակի առումով լավ թե վատ, շատ կայուն թե քիչ կայուն, դա այլ խնդիր է, սահմաններ, բանակ եւ այլն եւ այդպես շարունակ Հայաստանը եւս պետք է այս ամենից ճիշտ դասեր քաղի եւ ինստիտուցիոնալ ամրությունը փորձի ել ավելի զարգացնել տարբեր գնահատականներ կան կապված նրան հետ թե ինչպես մենք օրինակ պետք է փոխենք կուսակցական համակարգը, քաղաքական համակարգը, տնտեսական խաղի ինչպիսի կանոններ պետք է հաստատենք։ Նույնը վերաբերում է նաեւ եկեղեցուն, եթե եկեղեցին սրան դիմագրավի, ես կարծում եմ, որ մենք որակապես այլ եւ եկեղեցի եւ պետություն կունենանք, նույն եկեղեցու հետ կապված ես ձեր քննարկումները այդ թվում նաեւ օրինակ պարոն Դանիելյանի հետ բարբերաբար լսում եմ, ինքն էլ է սրան անդրադառնում, որ սոցիալական հայեցակարգի խնդիր երկար տարիներ եկեղեցու հետ փոխհարաբերվելիս ինքը այդ հարցը բարձրացնում է։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակից եկեղեցին երբ դուրս գա, ինքը այս հարցը պետք է կարողանա լուծել հասարակության հետ փոխհարաբերվելու։ Լավ, գանք արտաքին քաղաքական հարցերի, նախորդ շաբաթ իշխանությունները այսպես մեծ ցնծությամբ հայտարարեցին, շնորհակալություն հայտնեցին Ալիևին, որ ղազախական ծորենի համար ադրբեջանական ճանապարհը բացվելու է։ Ինչ է սա, որովհետև մենք գիտենք, որ Հայաստանը ծորենի հիմնական աղբյուրը Հայաստանի Ռուսաստանի 95%-ից ավելին։ Ռուսաստանի դաշտությունն է, սա ինչ է նշանակում, որ մենք պատրաստվում ենք հակառուսական նոր ալիքի մեջ մտնել եւ դրանից ելնելով ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ են անում, թե սա նշանակում է, որ Ադրբեջանը
ճանապարհները բացում է Հայաստանի համար, սահմանափակում եւ ապա շրջափակում է լինում եւ հիմա ասենք օրինակ հայկական գյուղմթերքը կարող է Ադրբեջանով գնալ Ռուսաստանի դաշնություն։ Բավականին ծավալուն հարց է, բայց չափազանց կարևոր հարց է, ու մենք այստեղ պետք է հասկանանք հետո, երբ որ ասում եք այդ հակառուսականության եւ այլն, ես ուզում եմ մենք սկսենք նախ սրանից, այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում հենց հակառուսականության ծիրի շրջանակներում, իրենք Ռուսաստանին շատ մեծ վնաս չեն տալու։ Իրենք ուղղակի կարող են հանգեցնել նրան, որ ելնելով տարածաշրջանային իրողությունից Հայաստանը պարզապես կարող է դադարել գոյություն ունենալ, բայց սա լրիվ այլ հարց է, ավելի մանրամասն ես կարծում եմ հաջորդիվ մեր զրույցների ժամանակ կանրադառնանք, ինչը վերաբերում է ցորենին եւ տարանցմանը։ Այստեղ խնդիրը հենց կայանում է նրանում, որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք Ադրբեջանի տարածքով ինչ որ բան գալիս է Հայաստան, սա այսպես ասենք էլի թյուր ըմբռնում չձևավորվի մեր հասարակության մոտ։ Այնպես չէ որ սահմանը իրենք բացել են եւ պայմանականորեն Իջևանի հատվածից Ադրբեջանից կարող է ինչ որ ապրանքներ գալ Հայաստան։ Իրենք ուղղակի թույլ են տալիս, որ Ադրբեջանի տարածքով ինչ որ ապրանքը գնա Վրաստան, Վրաստանից գա Հայաստան։ Լիտվայից, Էստոնիայից, չգիտեմ, այլ երկրներից մենք նույն ճանապարհով ենք ստանում ապրանքները։ Այսինքն գալիս է Վրաստան, Վրաստանից գալիս է Հայաստան։ Թեպետ մենք Ադրբեջանին 300 կիլոմետրից ավելի սահման ունենք ընդհանուր մեղմ ասած էլի։ Առնվազն, բայց իրենք այս ճանապարհն են անում, բայց շատ հետաքրքիր է ընտրված ապրանքը։ Դուք էլ շատ ճիշտ նշեցիք, որ ցորեն ավելի քան 95%-ը մենք Ռուսաստանից ենք ստանում ցորենի, որը սպառվում է։ Նախ նշենք հետևյալը, մինչև Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, Հայաստանը իր ցորենի այդ սպառվող պաշարների մոտ 25%-ը ստանում էր Արցախի հանրապետությունից։ Այսինքն այն երկու ֆուրը պայմանական, որը Ադրբեջանով պետքա գա Վրաստան, հետո Վրաստանից գա Հայաստան, այդ երկու ֆուրի փոխարեն մենք 50,000 տոննա ցորեն ենք տարեկան Արցախից, բայց Փաշինյանը հանձնեց, հավանաբար իր համար, չգիտեմ, էլի սննդակարգային սովորությունների փոփոխությանն են ուզում հասնել Արցախյան ցորենից, ինքը լավ չէր ազդում, ստամոքսի խանգարումներ հնարավոր է մարդիկ ունեն, հիմա ղազախական ցորեն են առաջարկում։ Այստեղ խնդիրը կայանում է հետևյալում. իշխանությունները քանի որ տանում են Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հստակ քաղաքականություն, երբ որ Արարատ Միրզոյանը ասում որ մենք նոյեմբերին կամ հաջորդ տարի դիմում կարող ենք ներկայացնել Եվրոպական միության անդամակցության, դա հակասության մեջ է մտնելու մեր Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը։ Դա եթե տեղի ունենա, մենք զրկվելու ենք ռուսական շուկաներից, ռուսական ցորենից, ռուսական այլ ապրանքներից։ Եվ հիմա իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ ժողովուրդ ջան, դուք մի մտածեք, մենք այն գլխից այս հարցը լուծել ենք։ Հենա Ադրբեջանից ցորենը կգա, Ադրբեջանից այլ ապրանքներ կգան։ Բուրից վստահաբար դուք էլ ձեր գործունեության տարիների ընթացքում այս ձևակերպումը շատ եք լսել, որ մեր տարածաշրջանում կամ Թուրքիա կամ Ռուսաստան, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է։ Այս ամեն ինչը թուրքական միտում հասկանում են, թուրքական գլխավոր շտաբում հասկանում են։ Դրա համար փորձում են ստեղծել մի իրավիճակ, երբ որ այս երկընտրանքը գոյություն չունենա, այսինքն Թուրքիան այլընտրանք իհարկե դա ինչի մենք կարող ենք հանգել ռուսական շուկայից զրկվում ես, Եվրասիական տնտեսական միության շուկայից զրկվում ես, սահմաններն էլ տարանցման առումով քո համար բաց են լինում միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի կապված իրենց տրամադրությունից, իրենց ցանկություններից, մենք մեր ձեռքով Ադրբեջանին տալիս ենք հնարավորություն մեր հետ կրկնել այն, ինչ իրենք արեցին Լաչինի միջանցքում։ Իրենք ինչ արեցին, չէ՞ սահմանը փակեցին, այդ կոմունիկացիայի հնարավորությունը փակեցին, քաղաքական պահանջ դրեցին, ասացին մինչև դուք քաղաքական պահանջը չկատարեք, մենք սահմանը չենք բացի, հենա Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը եւ այլոք այդ հնարավորությունը տալիս են շատ բաց կերպով Ադրբեջանին այդ հնարավորությունը տալիս են։ Մենք ճիշտ ենք հասկանում, որ քաղաքացիական պայմանագրի համար ինքնիշխանությունը նշանակում է թուրքական գերիշխանություն։ Իրենք հասկանում են հետեւյալը, ինքնիշխանություն ասացի տակ, ազատություն ափաշկերա Ռուսաստանի դեմ ինչ ասես անել, եւ երկրորդը այդ ինքնիշխանության իրենց ձևակերպման մեջ շատ լավ տեղավորվում են, որ Հայաստանը պիտի տեղավորվի թուրքական աշխարհում, բայց առանց անվտանգային երաշխիքների։ Պարոն Մաթեոսյան, դուք վստահաբար հիշում եք այդ քննարկումները, ես ձեզ մոտ եմ տեսել այդ քննարկումը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նախորդ իշխանությունը, հանրապետական իշխանությունը, նրանք ըստ էության աշխարհակաղակական նույն տանիքի տակ են։ Եվ հետաքրքիր է, որ սիմվոլիզմի տեսանկյունից ես երեք դիտում էի Ալեն Սիմոնյանի մի հարցազրույց, որտեղ իր համար փաստորեն Սերժ Սարգսյանն ավելի նախընտրելի է, Իրանում ընդունելի առաջնորդ էր Սերժ Սարգսյանը, արտաքինում Թրամփն ու Էրդողանը։ Այսինքն սա ոնց որ այդ ուղերձն է, որ այո, մենք մի արեալում ենք գտնվում։ Դե Սերժ Սարգսյանն էլ ասում է, եթե Ադրբեջանից եկող ցորենը լինի էժան եւ որակով, ես խնդիր չեմ տեսնում։
ես կարծում եմ այստեղ ավելացնելու շատ բաներ չկա, իսկ եթե ավելի տենց խորը փորձենք վերլուծենք, մենք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանը վերլուծենք, եւ խոսքը վերաբերում ոչ միայն սիմվոլների, այսինքն չգիտեմ ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից Արարատը հանելը, Ծիծեռնակաբերդի համալիրում լույսերը անջատել, ինչ էր ասում Սերժ Սարգսյանը, ով կհրաժարվի Թուրքիայի աջակցությունից Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հենա մենք տեսանք ինչ եղավ ու եւս Դիլիջանի դպրոցի բացմանը, այո, որ իրենք էլ կգան այստեղ, Բորիս, ախր խնդիրը հետեւյալն է, ոչ ես, ոչ դուք առնախում չենք։ Խնդիր չի, որ ադրբեջանցիները այստեղ ինչ որ գործունեություն ծավալեն, եւ բայց ոքի խնդիրը կայանում է հետո մենք օրինակ վրացիների համար առանձին պայմաններ օրենսդրություն փոխում ենք, ասում ենք որ դուք եթե գաք Հայաստան, մենք ձեր համար, չգիտեմ, առանձին ինչ որ եկեղեցիների առանձին կբացենք, դուք միջանցք եք ունենալու Հայաստանի տարածքով, էսա սա խնդիրը։ Խնդիրը կայանում է սրանում, իհարկե լավ կլինի Թուրքիայի հետ էլ սահմանը բաց լինի, Ադրբեջանի հետ էլ բաց լինի, բայց դա չի կարող լինել Հայաստանի Հանրապետության գոյության գնով, ինչպես սխալ էր Լաչինի միջանցքը փակված իրավիճակում այստեղ Հայաստանից ասել, որ մենք չպետք է 120,000 հայի խաթր զոհաբերենք 3 միլիոն հայի շայրը։ Ռուսաստանում մեր դեսպանը էդ էր ասում, բայց արդյունքում եղավ հետևյալը. Լաչինի միջանցքը չկա, Արցախը չկա, 120,000 մարդ տունը կորցրել է, հայրենիքը կորցրել է, Ադրբեջանը մի միլիմետր իր պահանջներից ետ չի կանգնել, սկսած Զանգեզուրի միջանցքի պահանջից, վերջացած այլ տիպի պահանջներով, այդ թվում նաև ադրբեջանցիների տեղափոխության վերաբերյալ Հայաստան, ու սա ոչ ես եմ ասում, ոչ դուք, քաղաքացիական պայմանագրից դուրս եկած падգամավորը, ես չես խորհում նաև ձեր հետ զրույցում սրա մասին խոսում էր։ Նույնքը այսպես էր ձևակերպում, որ ունի մտահոգություն, որ 300,000 ադրբեջանցիների հարցը լուծվելու է։ Հա, վերջին հարցը շատ կարճ է ժամանակում եք, այդ ծորենի հետ կապված պատմության մենք սպասենք զարգացումներ, այսինքն որ հակառուսականության դաշտում։ Ես չեմ զարմանա, որ այս ծորենի առաջին պարտիան, օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ շուկով դա դիմավորի կամ դրա վերաբերյալ ինչ որ հրապարակումներ անեն, առանձին կառավարության նիստում քննարկեն, այդ ծորենի հանյասի տեսեք Ժողովուրդ ջան, Ադրբեջանից եկած ծորենը նույն այն ծորենն է, որը մենք այստեղ աճեցնում ենք։ Էսա կատարվում։ Ձեզ շնորհակալություն։